Ավելորդազերծման ոսկե կանոններից է ոչ պատմություններին։ Երբ ես ավելորդազերծում եմ իրականացնում հաճախորդի տանը, միշտ հանդիպում եմ նույն ու նույն սխալը։ Մարդիկ պատմում են, ինչու են իրենք պահում այդ իրը։ Հարցը այդ պատմությունը չէ, հարցը մենք ի սկզբանե սահմանում ենք կանոն, որ նա չպետք է ինձ պատմի այդ պատմությունները։ Նախ ժամանակ է գնում այդ ամենի վրա և ի սկզբանե մարդը իր մեջ պետք է որոշի, ինձ այս իրը հարկավոր է, թե ոչ, ես այն կիրառում եմ, թե ոչ, և մոտ ապագայում կիրառելու եմ, թե ոչ, և նա ինձ հաճելի է, թե ոչ։ Եթե այս հարցերի պատասխանը այո է, մենք այն պահում ենք, եթե ոչ է, չենք պահում, և եթե այո է, բայց կան շատ դուպլիկատներ, միևնույն է կպահենք միայն ամենաները, ամենապետքականները և ամենագեղեցիկները, ամենասիրելիները։ Այդ պատմությունները, երբ դուք պատմում եք ինքներդ ձեզ, պատմում եք ինձ, դուք կարծես այդ անպետք իրերը, որը կոչում եմ ես ծանրաբեռ, խլամ բառից, որը որ պետք է թարգմանել այնպես, որպեսզի այն նման չլինի աղբի, բայց բեռի նման լինի, ծանրաբեռը։ Երբ դուք պատմում եք որևէ ծանրաբեռի մասին ինձ պատմություն, դուք այդ իրը սնում եք և հաղորդում եք այդ իրին որևէ մեծ իմաստ։ Որքան մեծ է ձեր պատմությունը, այդքան մեծանում է իր ուռճացված գոյություն չունեցող ձեզ համար իմաստը։ Էնպես որ եթե կատարում ենք ավելորդազերծում, չենք կատարում որևէ պատմամշակութային պատմություններ։ Էնպես որ հենց հիմա վերցրեք 10 րոպեով աղբի տոպրակը և վեր ենք կենում և անցնում ենք գործողության։ Ես շատ եմ սիրում տեսնել արդյունքներ, սիրում եմ, որ մարդիկ էլ մոտիվացվում են իմ տեսանյութերից, անցնում են գործողությանը հենց հիմա։ Ընդամենը 10 րոպե ձեր ուղեղին շատ հեշտ է կատարել այդ հրամանը։ Վեր եք կենում, բացում եք մեկ մոտակա դարակը կամ այն դարակը, որը որ ձեզ անհանգստացնում է, կամ այն զոնան, որը ձեզ անհանգստացնում է, և ավելորդազերծում եք մեկ դարակ։ Եթե դուք ամեն օր ավելորդազերծեք մեկ դարակ, ապա շատ արագ, ընդամենը 1-2 ամսից դուք կտեսնեք, որ անճանաչելի կդառնա ձեր տունը։ Եվ հիշեք, դուք արժանի եք ունենալ թեթև և հարմարավետ տուն։